Չկարգավել, այդ կարիքը դատարանը արդեն գտնի, կարիք կա թե ոչ։ Ընտրեմ։ Դատական նիստերի դահլիճում քաղաքացին ակցիա իրականացնում, չգիտեմ ինչքանով է դա տեղին, հենց դա էլ հրահրեց խոսակցությունները դատական նիստի դահլիճում։ Ուրեմն դատական կարգադրիչներին ուշադրություն դարձնել, հետայսու թույլ չտալ։ Նման դեպքերի, եթե այդպիսի կրկնվեցին, ուրեմն դահլիճից դուրս հրավիրել։ Դատական կարգադրիչներին է վերաբերում։ Լսեցիք, ընտրեմ արգելը մնալով։ Շնորհակալ եմ պատվարժան դատարան, նախ առողջություն եմ մաղթում Տիգրան Գալստյանին, մի քանի հարցադրումներ ունեմ ուղղված կապված բժշկական փաստաթղթերի հետ։ Նախ ծանոթանալով նկատեցի, որ այսինքն լսելով պաշտպանի ելույթը հասկացա, որ առողջական վիճակի վատթարացումը տեղի է ունեցել քրեակատարողական հիմնարկ մուտք լինելուց հետո, ճիշտ է ընկալումը այդ կապակցությամբ։ Խնդիրները առկա են եղել հարգելի հանրային մեղադրող բավականին երկար ժամանակ, քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ այդ խնդիրները առաջ են բերել սրացումներ։ Ու վիճակը այս պահին ախտորոշվել է այսպես, այսինքն այնպես չի, որ առողջ մարդը ընդունվել է, հենց այնտեղ ձեռք է բերել, ես անկեղծ ներկայացնում եմ, այդ խնդիրները եղել են, այդ ճողվածքները եւ այլն, այնտեղ համապատասխան պայմանների ամենայն հավանականության պատճառով խնամքի, որ չի կարողանում նաև այդ խնամքի, դրանք սրվել են ու առաջաբերել այս իրավիճակում գտնվում է, այսինքն ցավեր միշտ ունեցել է եւ այլն, բայց որ հենախ շարժողական համակարգի վրա ազդի, հենախ շարժողական համակարգը խափանվի, այսինքն այդ թմրացություն չկարողանա քայլի, այդ առաջայեկել ամենայն հավանականությամբ պատշաճ խնամքի բացակայության պատճառով քրեակատարողական հիմնարկ ներկայացվելուց հետո։ Շնորհակալ եմ, իսկ շարժասայլակով տեղափոխվելու խորհուրդը երբ է տրվել։ Երբ որ առաջին անգամ տեղափոխվել է Իզմիրյան բժշկական կենտրոն, հետազոտությունները ու բուժման, այսպես ասած, նախապատրաստական շրջանը սկսվել է, պարզվել է, որ ինքնուրույն գործողություններ այդ առումով չի կարողանում կատարել։ Դրանից հետո միշտ եղել է կամ պառկած, կամ անվասայլակի վրա, այսինքն մոտավորապես հոկտեմբերի 16-17-ից սկսած, երբ որ առաջին անգամ գնացել է քրեակատարողական հիմնարկ։ Այդ ցավերից գանգատվելու եւ այլնի պատճառով է գնացել, դրանից հետո ինքը ոտքի վրա ինքնուրույն երբևիցե չի կանգնել։ Ձեր ներկայացրած փաստաթղթերի համաձայն, եթե ես ճիշտ եմ ընկալում, դեռևս հոկտեմբերի 31-ին ցուցում է տրվել 7-ից 10 օր, խորհուրդ է տրվել, ընդմիջել բուժումը, վերականգնողական բուժումը եւ 7-ից 10 օր օգտվել նստասայլակից։ Եթե չեմ սխալվում, վերջի երկու նիստերին Տիգրան Գալստյանը նստասայլակով է, դա ավելի է անում կամ 20 օր արդեն։ Արդյոք այս հաջորդած ժամանակահատվածում կրկին ցուցում կամ խորհուրդ է տրվել, թե պարզապես շարունակել է օգտվել նստասայլակից եւ արդյոք նստասայլակից օգտվելու խորհուրդ կրկին կա։ Տեսեք, բուժումը իրենից երբ որ փորձել են բուժում սկսել այդ ժամանակ, ինչի բան եղել։ Տիգրան Գալստյանը, քանի որ դատական նիստեր պետք է լիներ կարող խափանվել, ասել է հիմա պատրաստ չեմ, գնամ հետ քրեակատարողական հիմնարկ։ Այդ խորհուրդը այդ ժամանակ է տրվել, որ նույնիսկ եթե դու գնաս քրեակատարողական հիմնարկ, պետք է անընդհատ անվասայլակի վրա լինես։ Ու այդ պահից սկսած հետո